Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական հարցերով փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Հազար բարի, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերի համար եւ ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան, երեք տեղի ունեցավ ուժեղ Հայաստան կուսակցության հանրահավաք Ազատության հրապարակում, որտեղ նաև ելույթ ունեցավ կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, եւ ի վերջո նա խոսեց, ուղերձով դիմեց ժողովրդին եւ փարատվեց նախային կասկածները, որ նա չի կարողանում խոսել հայերեն լավ չի կարողանում խոսել եւ 6-7 րոպեանոց ելույթով բոլորի կասկածները հոդս ցնդեցրեց։ Ինչ կարծիք ունեք։ Չդե խոսելու կարողությունը մարդուն բնորոշ է սկսած մոտավորապես 1 տարեկանից ու դրանով մարդկանց չզարմացնի, ես դրան չեմ ուզում անդրադառնալ։ Հեսա իմ թորնիկն էլ շուտով մի քանի ամսից կսկսի խոսել եւ թող բոլորի թորնիկները խոսեն եւ ուրախացնեն իրենց ծնողներին եւ տատիկ պապիկներին։ Հարցը դե որը ելույթ ունեցավ պարոն Կարապետյանը, իսկ դա կներեք ուղղակի 35 տարվա ազատ անկախ ժողովրդավարական ինքնիշխան պետության համար պարզապես անախրոնիզմ է եւ բովանդակային առումով էլ խայտառակություն, որովհետեւ ըստ էության դա այսպես ասենք հավակնություն է մահախոսականը դառնալու մեր պետականության, ինչու ուղղակի թույլ չի տրվի հայ ժողովրդի կողմից եւ սա պետք է հասկանալ։ Նաև այստեղ ուղղակի անտարակույս է, թե ինչի է այդ տեքստը բարձրաձայնում հենց Սամվել Կարապետյանը, ինչ հանգամանքների բերումով, դա իհարկե կարելի է որպեսի մեր եթերաժամանակը խնայենք, ուղղակի ասեմ ռուսերեն, հա, говорит и показывает Москва или Москва-Бат։ Այսքան բան, ուրիշ ոչ մի բան։ Ընդհանրապես դե իսկ մեզ էլ մնում է անել համապատասխան հետևությունները։ Պետությանը տրված է անել այդ հետևությունները։ Մենք գործ ունենք մի խայտառակ պրակտիկայի հետ, երբ ինչ ասես ասում են, ինչ բնորոշումներ ասես տալիս են ընտրապայքարի մասնակիցներին կամ մասնակից դառնալու հավակնորդներին, բնորոշումներ, որոնց հետ կապված համապատասխան հոդվածներ կան քրեական օրենսգրքում, բայց երբ դրանից բխող հարցեր են առաջանում, նրանք ասում են դե ձայն մի տվեք իրանց։ Հիմա ես մի այսպես պատկերավոր օրինակ բերեմ ձեզ վրա կամ լավ ինձ վրա, պատկերացրեք մեկը մեզանից բան է գողանում, մենք գնում դիմում ենք ոստիկանությանը, ասում ենք բարև ձեզ հարգելի ոստիկանություն, սենց բան կա, ինձանից բան են գողացել, միջոցներ ձեռնարկեք, ասում են մենք ձեզ առաջարկում ենք հունիսի 7-ին այդ ով է, այդ որ ձեզանից բան է գողացել, իրան ձայն մի տվեք, ձեր մոտ հարց չի առաջանա։ Սա աբսուրդ է ուղղակի, որովհետև եթե մենք ունենայինք եվրոպական ստանդարտներին համապատասխան օրենսդրություն եւ կիրառական պրակտիկա, մենք նման մասնակիցներ ընտրություններին սուբյեկտներ ուղղակի են ոնց ասեմ, են հերավոր մատույցներում չէինք ունենա եւ չպետք է ունենայինք։
Բայց մենք տեսնում ենք, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին, երբ նման հարց են տալիս, իրենք ասում են, դե մենք ժողովրդավարական երկիր ենք, իսկ դուք այդ ինչ որ ասում եք բաներ, որոնք ասում են որոշ այո ժողովրդավարական ուժեր, որոնք այդքան էլ մեծ ազդեցություն չունեն։ Դա օրինակ մեկ։ Հիմա պարոն Կիրակոսյան, ես լավ մենք քիչ ազդեցություն ունենք, համաձայնում ենք նրա, որ մենք ունենք 0 ազդեցություն եւ ասում ենք մեկին գումարած մեկը հավասար է 2։ Այդ նշանակում է հավասար չի, հա։ Այս ի՞նչ տրամաբանություն է։ Սենց չի կարելի ուղղակի։ Սա անթույլատրելի է։ Սա անբարեխիղճ է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ։ Խիստ անբարեխիղճ է եւ անթույլատրելի։ Իսկ ես եւ դուք նստած հիմա մտածում թե ինչ ասես, վայ խոսած։ Հա, բայց պետք է խոսալ, բայց ինչ պետք է աներ։ Փայլում են։ Եվ այլն։ Ինչու եք մահախոսական Հայաստանի մահախոսականը համարում այդ ելույթը։ Նա կոնկրետ խնդիրներ է վերանում, ասում է մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում, հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։ Ներողություն, ցանկացած քաղաքական ուժ, որը մասնակցում է ընտրություններին, շահագրգիռ է, որպեսզի եւ որը իշխանություն չէ, օբյեկտիվորեն շահագրգիռ է, որպեսզի ինքը դառնա իշխանություն։ Իսկ այն ուժը, որը իշխանություն է, էլ չլինի իշխանություն։ Ընտրությունները հենց դրա մասին են, հարցը դա չի։ Հարցն այն է, թե այդ կոնկրետ ուժը ինչ է առաջարկում։ Փորձել թարգմանել ինչ է առաջարկում այդ քաղաքական ուժը։ Այդ քաղաքական ուժը առաջարկում է ռևիզիայի ենթարկել խաղաղության այն ճարտարապետությունը, որը ձևավորվում է մեր եւ հարևանների, պրոբլեմային հարևանների միջև ընթացող այս process-ում, ընդ որում process, որը հիմնված է միջազգայինորեն ճանաչված սահմանների վրա, որոնք ըստ այդ քաղաքական ուժի իրենց համար կասկածելի են, ոչ միայն իրենց համար, այլև Ռոբերտ Քոչարյանի, այլև Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժերի համար։ Իսկ այդ ամենը նշանակում է մեզանից հաստատապես ուժային առավելություն ունեցող հարևանների հետ այս գործընթացի խափանում եւ հնարավորություն այդ հարևաններին Հայաստանին ներկայացնել որպես ոչ լեգիտիմ պահանջներով հանդես եկող պետություն, որը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը։ Դա մեկ։ Երկրորդը ինչ են նրանք խոստանում։ Նրանք խոստանում են, որ Հայաստանը կդրվի Ռուսաստանի կվերադարձվի Ռուսաստանի ենթակայության տակ, այնպես ինչպես այն հայտնվել է 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ձևավորված իրողությունների արդյունքում նրանք դա են ուզում։ Սրանք ուժեր են, որոնք ֆիգուրանտ են մարտի 1-ի, քաղաքական շահառու են հոկտեմբերի 27-ի։ Սամվել Կարապետյանն ինչ կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ, մարտի 1-ի հետ։ Բացատրեմ։ Սամվել Կարապետյանը հենց իր երկրորդ համարը ուղիղ կապ ունի հոկտեմբերի 27-ի շահառու եւ մարտի 1-ի ֆիգուրանտ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սամվել Կարապետյանի հարազատ եղբայրը եղել է Ռոբերտ Քոչարյանից հետո 10 տարի կառավարած Սերժ Սարգսյանի հետ։ Հասկանում եք։
Այսինքն նրանք ես նույնիսկ դա չեմ էլ ուզում քննարկեմ ուղղակի ակնհայտության պատճառով, բայց ես ուզում եմ ասել, որ այո, նրանք ուզում են Հայաստանը վերադարձնել մինչ 2018-ի իրողություններ։ Այսինքն ազատությունը մեր փոխարինել ռուսական ճորտատիրությամբ, ինքնիշխանությունը փոխարինել ռուսահպատակությամբ, Հայաստանի բելառուսիզացիայով, որի կարգավիճակին էլ ավելի ցածր կարգավիճակով դե ֆակտո խոստանում են Հայաստանի Հանրապետությանը, դեռ մի բան էլ գլուխ են գովում, որ Բելառուսի նախագահը իմ ընկերն է։ Նախագահ, որը նախագահ չի, այլ ընդամենը գուբերնատոր է Բելառուս։ Ռուսաստանի գուբերնատորն է Բելառուսում։ Խայտարակ մի կերպար, որը ստարկացրել է սեփական ժողովրդին եւ փռել ռուսների ոտների տակ։ Նույն բանը ուզում են անել հայ ժողովրդին, որ իրենք իրենց արտոնյալ կարգավիճակը, որը ունեին մինչև 18 թվականը, վերականգնեն։ Ոչ մի բան։ Թքած ունենալով ամեն ինչի վրա։ Այսինքն նրանք նաև խաթարում են ժողովրդավարությունը, որը իր թերություններով բոլոր, բայց կա Հայաստան։ Օրենքի գերակայությունը մարդը իր ուղերձում ասում է ես ապագա վարչապետ։ Դու ո՞նց ես ապագայում վարչապետ լինում, երբ դու դրա իրավունքը չունես։ Ու պատրաստվում ես սահմանադրությունը բռնաբարես փաստորեն, որպեսզի փորձես մարդկանց ներշնչել, թե դու դրա իրավունքը ունես։ Չի կարելի։ Բայց չասեմ քաղաքական մեծամասնությունը մտադիր է նրանց կարգել ընդդիմություն։ Ես այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եւս մի հանգամանքի վրա։ Այսպես հետ հայացք գցելով մեր քաղաքական դաշտին, որը ձևավորվել է, հա, այսպես ասենք, վերջին այսպես խմբագրմամբ 21 թվականից Հայաստանի խորհրդարանում ընդդիմությունը հավաքական Պուտինն է, անկախ նրանից քանի բերանով եւ ում բերանով է այն հանդես գալիս։ Նույնիսկ դուք տեսեք խոսում եք, չէ՞, ասում եք, վայ խոսած։ Հա, ստեղ էլ խոսում են, ինչ կապ ունի, ով է խոսում, ինչ է խոսում, ինչքան է խոսում, բայց դա խոսում եւ ցուցադրում է Մոսկվան, Պուտինը, անձամբ։ Հիմա հաշվի առնելով Ռուսաստանի այն հավակնությունները, որը բարձրաձայնեց Պուտինը, առնվազն մինիմում խնդիրը, որը դրել է իր առաջ Ռուսաստանը, դա այն է, որպեսզի Հայաստանում հավաքական Պուտինը շարունակի լինել խորհրդարանում ընդդիմություն։ Ռուսները այստեղ վարվում են ոնց որ պրեֆերանսում, հա։ Այսինքն երբ իհարկե պետք է ձգտել, որ խաղը դու պատվիրես, բայց երբ ձեռքիդ խաղաթղթերը չեն բավարարում, դրա համար ապա վերցնես վիստերը։ Այո, ռուսների խաղաթղթերը դեռ չեն բավարարում խաղը պատվիրել, բայց նրանք կարևորն այն է, որ նրանք լինեն խաղի մեջ, մինչդեռ մեր պետության, այսպես ասենք, խնդիրը պետք է լիներ այն, որ ասեին, լսեք, դուք ում շունն եք, որ ընդհանրապես են ասում մենք մեզ իրավունք ենք վերապահում Հայաստանի հետ քննարկելու իրենց ընտրությունները։ Դու ով ես այդ տղը, որ մեզ հետ քննարկես Հայաստանի ընտրությունները։ Թույլ է տալիս Հայաստանի վարչապետը ինքն էլ քննարկում է։ Դե գիտեք ինչ, դրա համար պետք է դրա պատասխանը լինի շատ կոշտ։ Կամ Ռուսաստանի արտգործնախարարության այն հակասանիտարական քարտուղարուհին, հա, որ
շուրջ կարծիքները հայտնում Հայաստանի խորհրդարանում ընդունած են վերջին, չգիտեմ, ընտրական օրենքներին վերաբերվող ինչ որ փոփոխությունների։ Չհասկացա։ Բայց մենք լսում ենք, որ չէ, մենք Ռուսաստանից ոչ մի բանի չենք գնա։ Մենք կպայմանավորվենք։ Կներեք, ես հասկանում եմ ձեր ցանկությունը։ Ես էլ չեմ ուզում կոնֆլիկտ։ Ես էլ չեմ ուզում շոկ։ Իհարկե չեմ ուզում, ոչ մի նորմալ մարդ չի ուզի։ Այո, ավելին ասեմ, մենք պետք է ձգտենք դրան, բայց մենք պետք է հասկանանք, որ մեր շահերը հետապնդելով, ինչը մեր պարտականությունն է անել, չէ՞։ Մենք չէ որ որոշում ենք դա կլինի շոկային թե ոչ շոկային, որովհետև ցանկացած քայլ, որը Հայաստանն անում է, իր ինքնիշխանությունն ամրապնդելու, իր ինստիտուցիաները կայացնելու ուղղությամբ ռուսների կողմից ընկալվում է որպես դա փորձ է մեզ դուրս մղել Հայաստանից։ Այն գերջան, այո, դա փորձ է, որ դուք մեր գլխին նստած եք, էլ չնստեք։ Դա աննորմալ բան է, որ մենք չենք ուզում, որ դուք նստեք մեր գլխին կամ նստած մնաք մեր գլխին։ Եվ եթե մենք ձեզ իջացնում ենք մեր գլխի վրայից, ապա դա ռուսատիացություն է, հակառուսականություն։ Ուրեմն դուք հիվանդ եք, հոգեկան։ Պարոն Մեհրաբյան, ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը ավելի լայն արտաքին քաղաքականություն է պատկերացնում, ըստ էության իրենց պատկերացրած երաշխավոր ինստիտուտն էլ այդպես պետք է լինի, Մոսկվա, Վաշինգտոն, Լոնդոն, Պեկին, սա ինչպես է։ Անտարկտիդայի պինգվիններ։ Դե մարդը աշխարհ քաղաքական կենտրոնների անուններ է տալիս եւ ասում է ես որ լինեմ վարչապետ, մենք բոլորի հետ լավ հարաբերություն ենք ունենալու, ված բան է ասում։ Հիանալի բան է ասում։ Կարող ենք միտքը շարունակել, որ հենց ինքը լինի վարչապետ, բոլորը կլինեն առողջ, հարուստ եւ երջանիկ, այլ ոչ թե հիվանդ, աղքատ եւ դժբախտ։ Բայց ինչու Ամերիկա, Չինաստան, Ռուսաստան, Բրիտանիա հնարավոր չի բոլորի հետ լավ հարաբերություն ունենալ, ի՞նչն է խանգարում։ Բոլորի հետ հնարավոր է, բայց հենց դրա մեջ դուք նաև ներառում եք Ռուսաստանը, այն իրավիճակում, որում գտնվում է Հայաստանը, դա նշանակում է դուք ինձ խաբում եք, դուք տանում եք Հայաստանը դնեք Ռուսաստանի տակ, որովհետև նա ասում է վերականգնենք բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ, չէ, ինքն ասում։ Մենք Ռուսաստանի հետ չենք թշնամացել, մենք ընդհանրապես արել ենք քայլեր ուղղված Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանը, Ռուսաստանի հետ վերտիկալ հարաբերությունները հորիզոնականի փոխելու։ Եվ ռուսները համարել են դա ռուսաֆոբիա։ Հիմա ինքը գալիս է վերականգնի հարաբերությունները, դա նշանակում է վերականգնել վերտիկալ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մեկ, երկրորդ, գուբերնիան արտաքին քաղաքականություն չունի եւ չի կարող ունենալ, այնպես ինչպես Կալուգայի մարզը արտաքին քաղաքականություն ունի, իհարկե չունի։ Սովետական Հայաստանն արտաքին քաղաքականություն ուներ, չուներ։ Նույնիսկ սովետական Ուկրաինան եւ սովետական Բելարուսիան ՄԱԿ-ի անդամ երկրներ էին դե յուրե համարվում, իսկ Հայաստանն էլ ուներ արտգործ նախարարություն, որը 3 սենյակ էր զբաղեցնում, բայց ուներ։ Բայց մենք չունենք եւ չենք կարող ունենալ արտաքին քաղաքականություն, դից որ այս ամենը, այսպես ասենք, խոսակցություններ են ուղղակի դյուրահավատ ականջների համար։ Էլ եմ ասում, մենք 35 տարվա պետություն լինելով, այս ամենը լսելով պետք է նաեւ կարողություն ձեռք բերենք այսպես տեքստերի են առերևույթական ձևը զանազանել բովանդակությունից եւ պատճառահետևանքային կապեր լավ պատկերացնել, ասելով Պարոն Մեհրաբյան,
Այո, Ինչու՞ չեք գնահատում Սամվել Կարապետյանի այն որոշումը, որ նա հրաժարվում է իր հսկայական բիզնեսների կառավարումից, դա տալով իր երեխաներին։ Հիմա չգիտենք երեխաները լավ կկառավարեն, վատ կկառավարեն, կկրկնապատկեն ունեցվածքը, թե կսննկանան, բայց ամեն դեպքում ռիսկային որոշում է կայացրել եւ գալիս է Հայաստանը փոխարենը կառավարելու, որ մարդիկ պարտվածի հոգեբանությունից դուրս գան, էլ պատերազմ չլինի, չպարտվեն, ինչու՞ չեք գնահատում։ դա զոհաբերություն չի, պարոն Կիրակոսյան, դա ուղղակի օրենքի պահանջն է, որ երբ դուք զբաղվում եք քաղաքականությամբ, բայց ունեք բիզնես, այո, ձեր բիզնեսը պետք է հանձնեք հավատարմագրային կառավարման եւ զբաղվեք քաղաքականությամբ։ Միջազգային պրակտիկա է դա։ Միացյալ Նահանգներում էլ Չէ, եթե բայց գլոբալ ինքը այդ ամեն ինչից հրաժարվում է դա քաղաքականություն զոհաբերություն չի, մտել։ ինչպես Իր գործարարությունից հրաժարվում է եւ քաղաքականություն է մտել։ շատ լավ պահպանելով իր կախվածությունները Ռուսաստանում, որի համար էլ բարեխոսում է Պուտինը։ Այս էլ սա ամբողջ քաղաքականություն։ Այդքան էլ չգիտեմ, էլ Իսրայելից, էլ Հոլանդիայից, էլ չգիտեմ որտեղից ինչ-որ երկար բարակ գիտահետազոտական մտքեր եւ այսպես տիեզերական պլաններ ցույց տալու համար, որ չէ դե ինչ Ռուսաստան էլ է այն ոնց էիք ասում, չէ, գլոբալ, Լոնդոն, չգիտեմ, Պեկին, Անտարկտիդա եւ այլն։ Մեկ էլ դուրս է գալիս Պուտինն, ասում է մենք մեր տղեն ունենք ձեր մոտ, այդ ինչ որ ձեռ եք տալիս, ոնց թե։ Դա ամբողջ ձեր ասած այդ քաղաքականությունը, որով նա զբաղվում է կամ փորձում է զբաղվել կամ ներկայացնում է, որ զբաղվում է։ Ահա եւ ողջ ճշմարտությունը։ Ես չեմ ասում։ Իրենց սիրելի Պուտինն է ասում։ Իրենք էլ ասում են մենք հայամետ ուժ ենք Հայաստանի շուրջին ենք սպասարկում։ Դե եկեք ասենք երեխեքին էլ արագիլներն են բերում։ Է ասենք։ Խնդրեմ։ Պարոն Հրաբյան, Գագիկ Ծառուկյանը չի աջակցի Ռոբերտ Քոչարյանին, եթե անգամ դա լինի միակ գինը, որ Նիկոլ Փաշինյանին պետք է իշխանությունից հեռացնել։ Սա ինչպես եք մեկնաբանում։ Փաստորեն իշխանական քարոզչություններ իրար հետ են միավորվելու են Քոչարյանին դարձնեն վարչապետ։ Գագիկ Ծառուկյանը, որը ասում է ես իմ խոսքի տեր մարդ եմ, ժողովրդի ցավը տանեմ եւ այլն, ժողովուրդը ոնց ասի նենց անեմ, հիմա ասում է եթե պետք է վարչապետի տեխնացուն լինի Ռոբերտ Քոչարյանը, ես չեմ միանալու։ Դա ձեզ որպես գյումրեցի ոչ վաղ անցյալում Գյումրիում տեղի ունեցածը չի հիշեցնում, պարոն Կիրակոսյան։ Ինձ հիշեցնում է։ Չնայած ես գյումրեցի չեմ։ Մանավանդ այն խոսակցությունների ֆոնին, որ ասում են, այո, տենց ստացված սցենար էր Գյումրի, լոկալ սցենար, եւ ինչու չընդհանրացնել։ Իրենք են ասել առանձին։ Հիմա ես տեսնում եմ այդ մոտավորապես նույն միտումը, որովհետև ես տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանի կողմից գործուղված բազմաթիվ անձանց թե մեկի, թե մյուսի ցուցակում։ Հաշվի առնելով այն խիմիան, որ ունի Ռոբերտ Քոչարյանը Պուտինի հետ եւ Ռուսաստանի իրական ցանկությունները, իսկ Ռուսաստանի իրական ցանկությունն այն է, ինչի մասին մենք գիտենք 2007 թվականից Ռուսաստանի հանցագործ առաջնորդի ճառից Մյունխենով
Ողջ հետխորհրդային տարածքը ընդհանրապես, իսկ Հայաստանը մասնավորապես ռուսները համարում են որպես ժամանակավորապես կորցրած տարածք։ Իսկ Հայաստանի պարագայում էլ այս հունիսի 7-ի ընտրություններն էլ համարում են որպես հրաշալի հնարավորություն այդ ժամանակավոր իրենց տրամաբանությամբ կորուստը հետ բերելու համար։ Եվ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը դարձել է ռուսական պրոպագանդայի եւ դեզինֆորմացիայի թիրախների թոփ հնգյակում մեկը, հասկանում եք։ Եվ մենք տեսնում ենք նաև այն ճարտարապետությունը, որը այսպես ձևավորվում է, փորձելով թերագնահատել մարդկանց մտավոր ունակությունները։ Հաշվի առնելով այն այսպես ասենք, այն հանգամանքը, թե որքան տոքսիկ է Ռոբերտ Քոչարյանի կերպարը քաղաքական, նա հանդես է գալիս, այսպես ասենք, երեք Ռուսաստանը հանդես է գալիս երեք ջոկատով, որը նաև, այո, պետք է ըստ մտահղացման խճճի ընտրողին։ Այսպես գայլի վրա գառան մորթի քաշելու, այսպես ասենք, յուրովի ժամանակակից տեխնոլոգիա։ Նաև դա թույլ կտա, այսպես ասենք, այս ընտրապայքարում հանդես գալ միանգամից 3 դեմքով, որը զուտ քանակական էլ, ասենք, որոշակի առավելություն կտա իրենց։ Այ էլի, տեսեք, անցյալն էի չէ, հիշատակում, երբ ՄԱԿ-ի անդամ էր ոչ միայն Սովետը, այլև ուկրաինական ԽՍՀ-ն եւ բելարուսական ԽՍՀ-ն, չնայած բոլորն էլ գիտեին ինչը ինչոց։ Եվ Սովետը հանդես էր գալիս 3 ձայնով։ Լիիրավ եմ այդ իմաստով։ Դա պարզ է, չէ՞, որ այնտեղ որևէ խզում լինել չէր կարող։ Հիմա ռուսները որոշել են, այո, իրենց համար դրանով իսկ նաև որոշակի քանակական առավելություն ապահովեն։ Եթերաժամանակի հարցա, չգիտեմ, գովազդային հնարավորությունները իրենք կեռապատկեն դրանով, գովազդային եթերաժամանակը անվճար լցնելու համար։ Մենք տեսնում ենք, որ այո, քանակին նրանք ասենց որոշակի սակրալություն են, էլի, հա, այսպես ուրեմն հաղորդում եւ համարում են, որ եթե իրանք մեծ քանակ ցույց տան, դրանով իսկ այո նաեւ կներշնչեն ընտրողին, թե ինչքան իրենք ուժեղ են, հասկանում եք։ Հա, բայց սա մեզ չպետք է մոլորեցնի, որ այո, վերջնահաշվում մենք ունենալու ենք մեր, այսպես ասենք, համահայաստանյան Վարդանիգը, որը տվյալ դեպքում այդ ֆունկցիան դրված է լինելու Ռոբերտ Քոչարյանի վրա։ Դատելով, էլ եմ ասում, դատելով այն դասավորությունից, որը ձևավորվում է այդ Պուտինի բարեխոսությանը արժանացած քաղաքական սուբյեկտների կողմից։ Պարոն Կիրակոսյան։ Պարոն Մերաբյան, իսկ ձեր գործընթացներից ինչ շնորհություն ունեք։ Դուք ի վերջո կողմնորոշվեցիք, ում հետ եք մասնակցում ընտրություններին։ Մենք այո կողմնորոշվել էինք համեմատաբար վաղուց, այն որ մենք գնալու ենք որպես առանձին կուսակցություն ընդլայնված ցուցակ։ Ովքեր են ընդլայնել ձեր ցուցակը։ Դեռ այս պահի դերությամբ process-ը դեռ չի ավարտվել, ես չէի ուզենա վաղաժամ հայտարարություն անել, մենք հենց
process-ը կավարտենք, ավարտելուն պես մենք ինքներս մեր այսպես նախաձեռնությամբ էլ եւ հայտարարությամբ հանդես կգանք, կհրապարակենք, կներկայացնենք այդ մարդկանց, այդ Բայց մարդիկ էլ արևմտամետ կներկայացնեն։ ուժերի տունը կռիվ է անգել, չեն կարողանում լեզու գտնել Մենք միավոր։ կռիվ չունենք ոչ մեկի։ Ամբիցիաներն են վարչապետի ցուցակում առաջին համարը լինելու ամբիցիան չի թողում միավորվել։ Ես չգիտեմ ինչն է, մարդիկ որոշում ունեն գնալ միայնակ եւ գնում են միայնակ, ինչ ա մնում մեզ։ Մենք այո ձգտում ենք նրան, որ լինի կոնսոլիդացիա, բայց մենք լսում ենք, որ մարդիկ մտադիր են գնալ միայնակ։ Մենք էլ այլ կերպ քան հարգանքով չենք կարող մոտենալ նման որոշմանը, ընդունելով այդ ամենը գիտություն, ուրիշ ոչինչ։ Ինչու պայթեց Եվրոդաշինքի այդ հավաքական ուժը։ Դժվարանում եմ ասել, ինչու, բայց մի բան կարող եմ վստահեցնել թե ձեզ, թե ձեր հարգարժան լսարանին, թե մեր քաղաքացիներին, որ հաստատապես դրա պատճառը մենք չենք։ Եվ մենք ես բաց տեքստով եմ ասում, մենք ամենամեծ ջատագովն ենք եղել, որ այդ ֆորմատը պահպանվեր։ Եվ արեցինք հնարավորը եւ անհնարինը, որպեսզի դա տեղի ունենա, բայց դա ոնց որ տեսնում ենք մեր ջանքերը չբավարարեցին դրա համար։ Եվ հիմա ձեզ որևէ ուժ է միացել, թե անհատներ են ձեր կուսակցությանը միանում։ Չէ, անհատներ են, մենք ըստ ամենայնի կգնանք մեր կուսակցության որպես կուսակցություն, հա, այսպես ասենք։ Եվ կպայքարենք Իդեպ հնարավորինս շատ ձայներ հավաքելու եւ Հայաստանի խորհրդարանում լինելու համար։ Մենք լավ ենք գնահատում մեր ուժերը ու հնարավորությունները եւ մեր առաջ դնում ենք իրատեսական խնդիրներ, ինչի մասին նաեւ հայտնում ենք քաղաքացիներին եւ բացատրում ենք թե ինչու ենք մենք ջանքեր գործադրում, որ մենք լինենք պարլամենտում։ Մենք համարում ենք, որ Հայաստանը մի այնպիսի ծանր եւ պատասխանատու օրակարգ է ստանձնել, որ այն չի կարող եւ չպետք է կախված լինի մեկ քաղաքական ուժից, մեկ առաջնորդից եւ մեկ ընտրական ցիկլից։ Դա մեկ, երկրորդը մենք ի վերջո ուզում ենք, որ հասու լինի մի շատ պարզ ճշմարտություն։ Չի կարող իրեն կոչել ընդդիմություն մի խումբ մարդկանց, ով կասկածի տակ է դնում մեր պետականություն։ Եվ դա կարող է կոչվել ամեն ձև, բայց ոչ ընդդիմություն։ Դա մեկ, եւ երկրորդն էլ ընդդիմությունը նրա համար է, որպեսզի պարզ հասկանա, հա, որ ինքը օրենսդիր իշխանության ընդդիմախոսող մասն է եւ այդ ընդդիմախոսությունը պետք է ծառայի ավելի որակյալ քաղաքական որոշումներ եւ օրենքներ ընդունելու։ Այդ բանավեճը դրան է ծառայում։ Պարոն Մերաբյան, Դա է դեմոկրատիայի հիմքը, այլ ոչ թե երբ որ դու կասկածի տակ ես դնում պետության գոյությունը եւ կախվում ես իշխանության շլինքից եւ թևերից, միայն թե ոչինչ չանի։ Ես էլ չեմ խոսում, երբ որ քո համար էլ բարեխոսումը մի երկրի առաջնորդ, որը ուզում է երկրիդ վերջը տա։ Իսկ կներեք, սա կոչվում է ամեն ինչ բացի ընդդիմությունից։ Սա կոչվում է օրինակ դիվերսանտ, օրինակ, եւ այլն։ Համեցեք։ Դուք Սամվել Կարապետյանին դիվերսանտ համարեցիք։ Դուք ասացիք։ Չէ, դուք ասացիք սա կոչվում է դիվերսանտ, ես էլ հստակեցնում եմ, ում նկատի ունեք։ Դուք ասացիք, աստվածաշնչյան ձևով պատասխանում։ Լավ, եթե դուք կաշկանդված եք քաղաքական գնահատական տալուց, օքեյ, պարոն Մերաբյան, ունեք դուք վարչապետի տեխնացու։ Ցանկացած ուժի համար մեկը ապրիորի վարչապետի վերջնական որոշված է։
Այո, դա լինելու է Արման Բաբաջանյան, բայց մենք չենք համարում, որ մենք կհասնենք նրան, որ ունենանք հաղթանակ այս ընտրություններին եւ մեր առաջին համարը կդառնա վարչապետ, դրա համար մենք չենք այդպես չենք կոչում։ Կարևորը մասնակցությունն է, սկզբունքով եք մասնակցում։ Ոչ, կարևորը խորհրդարանում լինելն է եւ իշխանությանը ընդդիմախոսել այն դիրքերից, որը 4-5 ես մանդատ ասացի։ է անհրաժեշտ հանուն հանրապետությանը։ Հանուն հանրապետությանը պետք է ֆրակցիա խորհրդարանում այս հարցերը, որը մենք բազմիցս խոսել ենք ձեզ հետ, խորհրդարանում բարձրացնելու համար, հարցեր, որոնք խորհրդարանում չեն բարձրացվում, Եվ ոչ ինչ է եղած տալու։ այն Ելույթ պուտինյան ունեցեք, ընդդիմության, գնացեք ոչ սուր էլ ելույթ իշխանության ունեցեք, կողմից։ ինչա տալու։ Գնացեք սուր ելույթ ունեցեք, եթե չունեք པարզ մեծամասնություն, ոչինչ չեք կարող փոխել։ Գիտեք ինչ, այստեղ կարևոր է թե այդ ընդդիմախոսությունը ինչ դիրքերից է լինում։ Մենք այնուամենայնիվ գոնե այս անցած 5 տարվա փորձը ձեզ պետք է շատ ակնհայտ ձևով ցույց տա, որ երբ դուք Պուտինի դիրքերից եք ընդդիմախոսում, պետությունը դրանից չի շահում։ Շնորհակալություն, պարոն Մերաբյան, Ես եմ հաստատության շնորհակալ։ համար։